Ես երկու շաբաթ կենոր եկել եմ Ռուսաստանից, էլի գուզեմ երթամ, քանի որ ստեղ ապրելու վիճի հնարավորություն չկա։ Իհարկե, այսօր լակեն եկուց է պետք լակեն։ Քանի ժողովուրդը դու կարծում ես դեղած ժողովուրդը որոնք գնում ես ստեղից Ռուսաստան, լավ կաբրել, ավելի վատ քան ստեղ, բայց դու հնարավորություն չունես։ Հնարավորությունն են, բայց չեմ մեկնել։ Լքում են, որովհետև չեն կարող ապրել։ Պայմանները լավ չեն, աշխատանք չկա, երիտասարդությունը բոլորը արդ երկիր են մեկնում, գործեր չկան, մնան ստեղին չեն են։ Հնարավորության դեպքում ես է կգնամ։ Եթե Հայաստանի քաղաքացին աշխատանք ունենա այստեղ եւ իր աշխատավարձով կարողանա բավարարվի, նա չի գնա։ Իսկ եթե նա ընդհանրապես աշխատավարձ չունի եւ սպասում է դրսից ինչ-որ որեցի օժանդակություն կամ ասենք ֆինանսական ինչ-որ օգնություն, այն նա ստիված պիտի գնա ինչ-որ մեկ ուրիշ տեղ ապրելու կամ եւ այլն։ Լեկելու բացարձակապես միտք չունեմ, հնարավորություն շատ եմ ունեցել, բայց չեմ ցանկանում։ Պիտի իմ զավակը մեծանա իր հողում։ Միակ կարծիքս սա է։ Մարդը ստիպված լքում է հայրենիքը, որտեղ չկա աշխատանք, հնարավորության դեպքում մարդը ցանկություն ունի աշխատելու, բայց չի կարող աշխատել, որտեղ չեն տալիս այդ հնարավորությունը, կամ եթե կա աշխատանքը, չեն վարձատրում այնքան նորմալ, որ մարդը կարողանա ապրել եւ գոյատևել։ Ես 8 տարի մնացել եմ, բայց չեմ։ Ինձ ավելի հաճելի է իմ երկրում ապրել, մի քիչ էլ վատ ապրել, քան թե ճոխության մեջ արտասահման։ Ամիսու կեսել ստեղ եմ, հեչ բան, լավ բան չտեսա։ Պատրաստվում եք նորից գնալ։ Ես արդեն տոմսերն առել եմ, որ նորից գնամ։ Հենց այսօր եմ գնել տոմսերը։ Ամենաեականը գնալու դա չկարողանալ ապրելն է։ Դժվար է, որ մարդը չի կարող երեխայի ուզածը անել, ուսման տալ։ Հնարավորություն է, չունեմ, բայց չեմ կարող գնալ։ Հնարավորություն ունենալու դեպքում մեծ ուրախությամբ։ Եթե մարդը աշխատանք ունենա, իր հայրենիքին չթողնի շտա։ Հենց հիմա իմ ամուսինս էլ էստեղ չի։ Արդ երկրում է, երևի մյուս տարի արդեն մենք է կգնանք։ Եթե միտեղ չի կարելի ապրել, ուրեմն գնում է։ Հոգունեին հասել է, չէ, Նաշճանը հասել, մարդիկ ստիպված են արդեն այդ քայլին դիմելու։ Ճիշտ է, քո երկիր է, քո Հայաստանն է, բայց վերջ ապրել է պետք կյանք է, չէ, մարդը իր ամդին որպես մարդ զգա ապրելուց էլ։ Առաջ Լեռնագանը Հայաստանի տարբերնոստեր 100 տեսակ գործարաններ ու զավոդներ կար։ Մի հատ պետական հիմնարկություն չկա։ Կարելի է մնալ ստեղ երկիր ապրել, հնարավոր չէ։